Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Ես Գայա Սոյանն եմ, դուք միացել եք 106.5 հաճախականությանը եւ լսում եք Դիվանագետ Արապապյանի հեղինակային Modus Vivendi հաղորդումը։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Մի քանի օր առաջ Աստանայում կայացավ ԵԱՏՄ գագաթնաժողովը, որտեղ քննարկվեց Հայաստանի ԵՄ անդամակցության հարցը եւ երկրների նախագահները եւ ղեկավարներն այսպես կոչված նամակ ուղարկեցին Հայաստանին հանրաքվե անցկացնելու եւ վերջնականապես որոշելու ԵԱՏՄ դուրս գալու կամ մնալու հարցը։ Ինչպես կմեկնաբանեք այս որոշումը, արդյոք կարիք կար այդ նամակն ուղղելու, քանի որ անգամ հայկական կողմը ասում է, որ դեռ կարիք չկա եւ նրանք չեն տեսնում ԵԱՏՄ-ից դուրս գալու այդ ինչ որ որոշում կայացնելու հանգամանքը եւ ինչպես կմեկնաբանեք այս որոշումը եւ Նախ ասեմ, մեր սահմանադրության համաձայն ցանկացած միջազգային կառույցի, միջպետական կառույցի անդամակցությունը, որտեղ դրա մեջ ինչքան էլ որ ասենք չի ոտնահարում ինքնիշխանությունը, քանի որ կա ինքնիշխանության որոշակի սահմանափակում, դա պիտի արվի հանրաքվեով։ Այսինքն, եթե մենք վաղը իսկապես, այսինքն շատ հեռու ենք, ես այստեղ ասել եմ դեռ տասնամյակներ ա տևելու, եթե խոսքը անդամակցության մասին է, ասենք Եվրոմիությանը առանց հանրաքվեի չի լինի։ Հիմա խնդիրը իսկ ինչու է դրա մասին խոսում ընդհանրապես ինչ որ մի համաժողով, որը շրջանակից դուրս է։ Սա ուղերձ է։ Սա մեջ կա որոշակի սպառնալիքային առումով, որտեղ որոշեք ով պիտի լինի։ Այստեղ հիմա հարցը հետևյալն է, իսկ ինչու հայկական կողմը անընդհատ խոսում Եվրոմիության անդամակցելու մասին, եթե անգամ հայտ չկա։ Անգամ հայտ չկա։ Ինչու է խոսում հապկից դուրս գալու մասին, եթե կամ սառեցնելու մասին, եթե դուրս չես գալու։ Որտեղ սառեցված վիճակ ամենավատ վիճակն է, որտեղ դու լեգիտիմ, օրինական իրավունք ես տալիս հապկի անդամներին քեզ օգնության չգալու, ենթադրեն գալիս են։ Ասելու դու սառեցրել ես, մենք ոնց քեզ անք օգնության։ Մյուս կողմից էլ դուրս չես գալիս, որpիսի գոնե դուրս եկած վիճակով կարողանաս ավելի սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ զարգացնել մյուս երկրների հետ։ Դրա համար ինչպես միշտ մեր իհարկե մեր ճակերտների մեջ իշխանությունները որդեգրել են ամենավատ տարբերակը։ Այստեղ գիտեք ամենահետաքրքրականը եւ ինչ որտեղ էլ ծիծաղելու նա է, որ օրինակ ասենք Աստանայում է տեղի ունեցել, որը ստորագրում է ասենք նախագահը Ղազախստանը։ Երկիր, որի թիվ 1 առևտրային գործընկերը Չինաստանն է, թիվ 2-ը Եվրոմիությունը, թիվ 3-ը նոր Ռուսաստանը։ Եվ դա մի երկրի են ուղում մեզ, որի առևտրի 41%-ը Ռուսաստանն է։ Այսինքն էության մեջ մենք մի քանի անգամ ավելի պրոռուս ենք, քան Ղազախստանը։ Այդ է իրականությունը, որտեվ ասեմ ձեզ, որտեվ ասենք 2000-ականների սկզբին մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ քաղաքականապես բարձր էին, բայց առևտրի մասնաբաժինը Ռուսաստանի 12-15% էր իջել մինչև այն ժամանակ, ասենք Բելգիան հատկապես ահագին այնտեղ ադամանդի արտում եւ այլն։ Հիմա գիտեք ինչ, հա, Պուտինին պետք է եղել ինքը դե անձնապես սպառնած եւ Ռուսաստանի տարբեր մարմիններ, տարբեր նամակներ գրեցին, պետք է եղել, որ այսպես ասած բան կար, սովետի ժամանակ մի բան կար, կոլեկտիվնե պիսմո, այսինքն այդ խմբակային նամակ գրելու, որ նաեւ մյուսները լիներ, որ նաեւ մյուսները կիսեն իր հետ այդ պատասխանատվությունը։ Իհարկե սա մեջ լավ բան չկա։ Լավ բան չկա այն առումով, որովհետեւ վստահաբար Հայաստանի իշխանությունները չեն արել այն ինչ որ պիտի անեն, իսկ ինչ պիտի անեն, իրենք պիտի այլընտրանքներ ձևավորված լինեն առ այսօր։ Որոնք են այդ այլընտրանքները։ Եթե խոսքը տնտեսականի մասին է, ուրեմն շուկաների մասին է խոսքը։ Օրինակ պիտի ունենային պայմանավորվածություն, գոնե բանավոր, գոնե չհայտարարված, որ Եվրոմիությունը ինչ որ քվոտա կտրամադրի, ենթադրենք տարեկան, չգիտեմ, 100,000 տոննա բանջարեղեն Եվրոմիության շուկայում ծախելու այդ հարցը, անվտանգային հարցերի մասին, ինչ որ պայմանավորվեին, որ օրինակ Արզնի նախկին Դոսաֆի օդակայանում մի գումարտակ ամերիկյան, այսինքն զորք կար եւ այլն։ Բայց խոսալ նրա մասին, որ դու հեսա դուրս եմ գալու, բայց հեսա դուրս չեմ գալի, բնական է, դու իրանց ասում ես դուք սպասեք, որ իմ համար վիճակս երբ որ լավ կլինի, երբ որ ես պատրաստ կլինեմ, դուրս կգամ։
Բնական է իրանք էլ այնպես պիտի անեն, որ դու երբեք պատրաստ չլնես։ Եվ հիմա այդ հարցը շարժվելու է, եւ այդ հարցի գուցե քաղաքական բանավոր պատասխանատվությունը իշխանությունները կրեն, բայց տնտեսական ծանրությունը ծանրանալու է սովորական ժողովրդի ուսերին։ Քանի որ հաջորդ գագաթնաժողովը ստեղեկությունները կլինի դեկտեմբերին եւ այդ ժամանակ արդեն վերջնականապես կքննարկեն դուրս գալու եւ մնալու հարցը, ինչ եք կարծում, Ռուսաստանը իսկապես պատրաստ է կասեցնելու անդամակցությունը, թե սա ինչ որ ճնշման հերթական գործիք եւ միջոց է։ Կարծում եմ եւ, այսինքն անդամակցության կասեցումը դա վերջի փամփուշտն է։ Վերջնագիրն է Հայաստանի։ Այո, այսինքն գիտեք, միշտ վերջի փամփուշտը ամեն կարևոր բանի վրա կրակելու, չէ՞, այդպես է, այդ հասկացությունը այդտեղից է գալիս։ Հիմա եթե դու իրան Հայաստանին վտարես, հետո ինչ դրանից, բայց դե ավելի վատ տարբերակ կա։ Վատը հետեւյալն է, որ մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ի անդամ, բայց տարբեր սահմանափակումներով մեր մուտքը ռուսական եւ ԵԱՏՄ շուկա խիստ քչացել է 5-6 տեսակ ապրանքանուններ բան են եղել պաշտոնապես հայտարարվել են որ պիտի սահմանափակի ծաղիկներն այնտեղ չգիտեմ ելակը եթե չես կբանջարեղեն բանջարեղեն լիքը բաներ կա եւ հակառակը սպառնալիք կա գազի վերաբերյալ որ գազի գները կթանկանան այս ամբողջը կլինեն եթե իշխանությունները հիմա օր ու գիշեր ոչ թե պիտի զբաղված լինեին ընտրապայքարով, այլ պիտի բանակցեին եվրոպական, առաջին ինչ եմ ասում եվրոպական, որտեվ գոնե համատաբար մոտ է շուկան, էլի, որ այդտեղ գոնե ինչ որ մի բան արտահանելու մասին։ Նույնը արաբական երկրների ծոցի երկրները, գիտեք, օրինակ նույն, չգիտեմ, Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, մյուսները, որոնք բավականին վճարունակ շուկա են, շատ մեծ չեն բայց Հայաստանի ապրանքները մեջ չի գալիս, բայց լավ որակյալ ապրանքի այդտեղ գնորդ կարելի է գտնել եւ հաշվի առնելով որ նաեւ հայ գործարարները բավականին լավ են ներկայացված, պետությունը ամեն ձև պիտի աջակցի որ գյուղացին սովի չմատնվի, որովհետեւ առաջին հերթին գիտեք մենք գյուղատնտեսության նախարարություն չունենք, որ անհետ է չունենալ 21-րդ դարում որտեղ բոլորը գիտեն որ ընդհանրապես պարենային անվտանգությունը ինչ կարևոր հարց է, իսկ Հայաստանին առավել եւս ինչ կարևոր հարց է, փոքր երկիր, շրջապատված երկիր եւ այլն, այսինքն պարենային անվտանգության համար շատ կարևոր են, այսինքն շուկաների, ինչպես նաեւ զանազան, ինչ ասեմ, պարարտանյութերի եւ քիմիկատների ներմուծում, մենք բավական մեծ քանակությամբ ներենք մուծում Բելարուսից հաստատ Լուկաշենկան ինչ որ մի պատճառ գտնեն։ Իհարկե հարց հետեւյալն անում։ Ուղղակի շատ բաների սահմանափակումը չեն հայտարարվել եւ չեն հայտարարվելու որ քաղաքական է։ Չէ, իրանք կգտնեն կասեն որ այս մեկը որակին չի համապատասխանում, մեկի մեջ ինչ որ վարակ կա, մյուսը կա, բայց հաստատ լինելու է։ Մնալով տարածաշրջանում եւ առանցքում պահելով ԱՄՆ-Իրան հարաբերությունները, թեպետ այսօր Միացյալ Նահանգները կրակեց դեպի Իրան եւ Իրանն էլ պատասխան տվեց, այնուամենայնիվ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կարծես թե մոտ է այդ պայմանագիրը կնքելու օրը եւ ինչ եք կարծում, արդյոք Միացյալ Նահանգները հասել է այն նպատակին իշխանափոխություն անելու թեկուզ եւ գործող իշխանության քաղաքական ուղղությունը փոխելու ճանապարհով, որովհետեւ անընդհատ մոտ է, թեպետ մի փոքր դեռ ձգձգվում է եւ դուք անգամ նշել եք, որ մինչեւ աշուն հավանաբար կձգվի, բայց ինչ եք կարծում, իրենք հասել են իրենց նպատակին։ Միացյալ Նահանգները հասել են իրենց նպատակին։ Իսրայելը չի ասել եւ այստեղ են մասնա որ տարաձայնություն կա Միացյալ Նահանգները ինչ է իրենց խնդիրը ոչնչացնել Իրանի միջուկային կարողությունները 6 կենտրոն կար 6-ն էլ ոչնչացված են 100% ոչնչացված է դա այսինքն Իրանին պետք է լինելու առնվազն 1 տասնամյակ մինչեւ ինքը նախկինը վերականգնի ոչնչացված է Իրանի նավատորմի 70-ից 80%-ը ոչնչացված է Իրանի ռազմական արտոնաբերության 70-80% եւ այլն։ Այսինքն ինչ որ Ամերիկան վտանգ էր զգում, այդ ոչնչացված է։ Իշխանափոխությունը բոնուսներ որ պիտի դնել։ Իսրայելի համար ուրիշ է։ Իսրայելի համար իշխանափոխությունը շատ կարեւոր է, որովհետեւ Իսրայելը անմիջական վտանգի տակ է։ Այսինքն ինքն Իսրայելը մտածում է հետեւյալ ձևով եւ ճիշտ է մտածում։ Քանի դեռ Իրանում իշխանությանը մնալու այս ռեժիմը
իրենք լինելու են թիվ 1 թիրախը, որովհետև ամբողջ գաղափարախոսությունը 1979 թվականի հեղափոխությունից հետո իսլամական խարսխված այն գաղափարի վրա, որ սիոնիստական ռեժիմը պիտի վերացվի, պիտի ոչնչացվեն։ Եվ հաշվի առնելով, որ այո, այդ բուրգի գագաթը ոչնչացվել է իրանական իշխանության բուրգի, բայց դրա փոխարեն ինչ է տեղի ունեցել։ Հեղափոխության պահապանների, այդ զորատեսակների եւ այդ կառույցների ղեկավարները առաջ են ավելի գնացել եւ ազդեցություն կա, երբ որ լուրեր են տարածվում, որ անգամ հայտնի չով է երկիրը ղեկավարում, ըստ էության ներքին հեղաշրջում է տեղի ունեցել, որտեղ Խաթամին էլ որևէ մեկը ոնց որ թե չի էլ տեսել։ Միայն վերջերս էլի գրավոր ուղերձով։ Հա, գրավոր վկայ կոչում են, որ մենք գնացինք Պակիստանում բանակցություններ էր գրում։ Ինչ նշանակվել է երբեք չի երևաց։ Դե հիմա հարցա, որ կա թե չկա, որտեվ դա էլ է կասկած տակներում, կամ եթե կա արդյոք ինքը ինչքանով է կառավարում, որտեվ այնտեղ պիտի իշխեին կրոնականները, դա շատ բանի է նման, որ օրինակի համար ժամանակին ինչի Բերիային բռնեցին գլուխը կերան, որտեվ կոմունիստական կուսակցությունն ասում էր, որ ընկավեդ են, այսինքն հեղափոխության պահապանները սովետական, ուզում են հեղաշրջում անեն, կուսակցությանը հեռացնեն երկրի ղեկավարությունից, իրանք վերցնեն իրանց ձեռ։ Իդեպ, որի մասին խոսակցություն կա, նաև Գորբաչովի օրոք, որ այսինքն ինչ է տեղի ունեցել, որ Գորբաչովը սահմանադրություն ցանեց կուսակցություն, իսկ կուսակցություն ասածը մի հատ էր, ուրիշ չկար, կոմունիստականներ, руководящие направляющие силы, այսինքն ղեկավարող եւ ուղղորդող կամ առաջնորդող ուժներ հանեց, երկիրը քանդվեց։ Հիմա այդ վախը կա իսլամիստների մեջ, որ եթե անգամ ձեր ասացի նման թողելով կառույցը նույնությամբ, բայց տեղի ունենա արտաքին քաղաքականության կամ գաղափարական խոսակցություն, դա կբերի նրան, որ երկիրը կքանդվի։ Իմ տեսակետը ես ասել եմ, դուք էլ եցել եք, ես կարծում եմ ի վերջո իշխանափոխության գնալու են, որովհետև ես չեմ հավատում, որ եթե օրինակ Գերմանիան, ասենք պատկասում մի վարք տարբերակ, եթե օրինակ Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմից դենացիֆիկացիայի չընթարկվեր, արդյոք պարտությունը բավարար էր, որ շատ արագ Գերմանիայում չվերականգնվեին այն նախկին ցկտումներն ու գաղափարները, հնարավոր չէր։ Հիմա նույնը պիտի լինի, դե չգիտեմ ոնց կոչենք էդի ապակրոնացում կամ կրոնի եւ իշխանության իրարից տարանջատում եւ այլն եւ որոշակի ժողովրդավարական սկզբունքների ներդրում եւ այստեղ չպետք է ասվի, ես շատ եմ ասել, Սաուդյան Արաբիան շատ ավելի պակաս ժողովրդավար է, քան Իրանը։ Բայց տարբերությունն ինչու՞մն է։ Սաուդյան Արաբիան չունի ձգտում եւ նկարտում իսլամական համաշխարհային տիրապետություն հաստատելու, ինքն էլ դրա գլխին լինի։ Բայց Իրանը ունի իսլամի արտահանման եւ ինքն էլ առաջնորդ բանը։ Իդեպ, երբ որ մենք Թուրքիայի մասին միշտ խոսել ենք, միշտ ասել ենք, որ սա է կործանելու Թուրքիային, որտեղ հիմա Թուրքիան ուզում է այդ դերը ստանձնել կամ ինչպես իրենք են ասում, վերականգնել խալիֆայությունը, երբ որ մենք իսլամական աշխարհի առաջնորդն ենք, որտեղ Սուլթան խալիֆ էր, վերականգնենք Թուրքիայի առաջավոր դիրքը իսլամական աշխարհում, դա իրան կկործանի։ Դիվանագիտական մակարդակով արդեն Իսրայելի եւ Թուրքիայի լարվածությունը նկատվում է։ Եվ դուք քանի որ շեշտեցիք Իսրայելի խնդիրները, դրա պատճառով է Իսրայելը շարունակում Հեզբոլլահի դեմ Լիբանանում արդեն փորձելու իր ուժերը ավելի ամրապնդելու, որովհետև դե քանի որ Իրանի հետ հրադադար է հաստատված, դրա միջոցով է փորձում թեկուզ Լիբանանի միջոցով էլ Հեզբոլլահը վերացնելու միջոցով էլ Իրանին եւս մեկ հարված դիվանագիտական տեսանկյունից նաեւ հասցնելու։ Իսրայելը պատրաստվում է մեծ պատերազմի, եւ այդ մեծ պատերազմը Թուրքիայի դեմ ալնելու։ Իրանի պատերազմը նպատակ ունի Իրանին դարձնել Իսրայելի դաշնակից։ Այսինքն այն մեծ պատերազմի ժամանակ ինքը չունենա ոչ միայն երկրորդ ճակատը, այսինքն Իրանը, որը կարող լինի երկրորդ ճակատ, չէ, այլ ընդհակառակը Իրանը լինի դաշնակից, հատկապես հետևակով եւ այլ Թուրքիայի դեմ պատերազմի համար։ Իսկ դա տեղի կունենա միայն իշխանափոխությունից հետո։ Դրա համար մեզ համար էլ շատ կարևոր է հասկանալ Ամերիկայի քաղաքականությունը, որտեղ այդտեղ Ամերիկան պիտի առաջնորդի։ Բուն հրթիռա ավիացիոն հարվածները պիտի Իսրայելը խփի, հետևակը պիտի լինի Իրանը, բայց ամբողջ ոնց որ ասած գործողությունը պիտի Միացյալ Նահանգները հովանու ներքո լինի։
ծովայինը Կիպրոսն ու Հունաստանը պետք է անեն։ Եվ սա շատ կարևոր է Հայաստանի ճակատագրի առումով, ես սրա մասին շատ եմ խոսել։ Այդ պարագային Հայաստանում պրոթուրքական իշխանություն չի կարա լինի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պրոթուրքական է։ Հետևաբար անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունում կհաղթի թե կպարտվի, ինքը երկար չի կարա մնա։ Ինքը այնքան կմնա, քանի դեռ կլինի իշխանափոխություն Իրանում եւ քանի դեռ Իսրայելն ու Միացյալ Նահանգները կսկսեն պատրաստել Թուրքիայի դեմ պատերազմ, որտեղ Թուրքիայի դեմ պատերազմի ժամանակ Հայաստանում պետքա ազգայնական, ոչ միայն ազգայնական իշխանություն, որտեղ Հայաստանի դերը կարևորվում է միայն այն պարագայում, եթե Հայաստանը ոչ թե չեզոք, ասма չեզոքություն պահենք, եթե դու չեզոքություն պահես, դու որևէ մեկին պետք չես, դու ում կողմ ես, այս է հարցը։ Հիմա քանի Իրանը կա եւ Իրանը արևմուտքի թշնամի երկիր է, մենք ծանր կայացության մեջ ենք, մենք չենք ուզում Իրանի հետ հարաբերություններ վատացնենք, բայց դա մեզ համար խնդիր է միաժամանակ եւ Իրանի հետ լավ լինել, եւ արևմուտքի հետ լավ լինել, եւ Իսրայելի հետ լավ լինել, եւ արաբների հետ լավ լինել, բայց երբ որ իշխանափոխություն լինի Իրանում, Իրանը դադարի արևմուտքի թշնամիներ գործընկերը, այդ դեպքում կստացվի որ հանգիստ կարանք եւ Իրանի հետ լավ լինենք եւ արևմուտքի հետ լավ լինենք։ Այդ թվում նաեւ ռազմաքաղաքական տարբեր ոլորտներ զարգացնելով։ Չխախտելով մեր հաղորդման ավանդույթը անդրադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին, տարբեր փորձագետներ նշում են, որ երկու կողմերի հիմնական նպատակը ոչ թե հաղթանակ տանելն է, այլև բանակցություններ մինչև բանակցություններ սկսելը, հստակ դիրքեր ընդունել եւ վերցնելը։ Դուք ինչպես կմեկնաբանեք սա։ Բնականաբար ցանկացած կողմ, երբ որ պիտի գնա բանակցությունների, ուզում է գետնի վրա իր դիրքերը ամրապնդի։ Ես որպես բազմաթիվ բանակցությունների մասնակցած, ասեմ, դու լրիվ այլ, ոչ միայն հոգեբանական, այլ նաև այլ հաղթաթղթեր ունես, երբ որ քո զորքը կանգնած էր Ակնայում, երբ որ քո զորքը կանգնած է Գորիսում, դրանք էական տարբեր հարցեր են արդեն, որտեղ քո խնդիրներն էլ է փոխվում։ Հիմա շատ հասկանալի է, որ իրանք պիտի ամեն մեկը դիրքերն է, բայց դա խնդիրը իմ կարծիքով Պուտինի եւ Ռուսաստանի սահմանադրության մեջ է, որտեղ Պուտինը Իրան քշել է անկյուն եւ սահմանադրությամբ ամրագրել է, որ Դոնեցկ, Լուգանսկ եւ այդ ամբողջ մարզերով Ռուսաստանի տարածքի մաս են։ Հիմա եթե եւ դրա համար ինքը շարունակում է պնդել, որ ոչ թե այս հրադադարի գիծը պիտի կանգնի, այլ պիտի զորքերը Ուկրաինան հանի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի այն հատվածներից, որ ինքը չի գրավել դեռ, այդ հանձնի իրեն, ինչպես Հայաստանը արեց, ավելի շատ տարածք հանձնեց Ադրբեջանին 2020-ից հետո, քան Ադրբեջանն էր գրավել։ Չհիշենք, Ադրբեջանը 3,500 քառակուսի կիլոմետր էր գրավել, այդ հարավային մասը եւ Շուշին, բայց Հայաստանը թղթով 4,5 հանձնեց։ Քարավաճար, Լաչին եւ այլն։ Հիմա Զելենսկին Նիկոլ Փաշինյան չի։ Զելենսկին չի հանձնելու։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ չի այդ ամենը չի լինելու։ Եվ եթե անգամ ինքը հանձնի, այդքան զինված ժողովուրդը, այդքան կորուստներ ծեզած ժողովուրդը արդյոք կհաշտվի այդ գաղափարի հետ, որ մենք ամեն գյուղ, ամեն քաղաք նման արյան գնով այնտեղ գյուղեր կան, որ 3-4 տարի է պաշտպանվում են։ Ավելի երկար են պաշտպանվում, կամ չգիտեմ Լենինգրադն է ժամանակին պաշտպանվել կամ Ստալինգրադը։ Ու մենք այդքան հիմա հանձնենք առանց մի կրակոցի, եւ եթե հանձնենք գանք հանգիստ ասենք բարև ձեզ Զելենսկի, չէ։ Զելենսկին առնվազն ցցի կհանեն։ Հետևաբար եթե ուզենալ չի կարողանա։ Հիմա երկու ղեկավարները, Պուտինը չի կարող, որովհետև սահմանադրական խնդիրներ ունի եւ նաեւ բանակի դժգոհության վախը կա, Զելենսկին էլ չի կարող, որովհետև չի կարող գետնի վրա իրականացնել։ Մյուս կողմից երկու կողմերն էլ մտածում են, որ այ հեսա թեքվելու է նժարը իրենց կողմ, իրենք ավելի ծանր են, որտեղ այո իսկապես Ուկրաինան նոր զինատեսակներ է սկսել նշանակել։ Անկամ եվրոպական կողմը արդեն պնդում է, որ պատերազմը հօգուտ Ուկրաինայի է շարունակվում։ Այո, որովհետև Ուկրաինան այսօր կարողացել է հերահար մինչև 3,500, նո ըստ իրենց հայտարարության դեռ փաստերը 3,500 կիլոմետր գնացող
դրոններ աստեղծում, բավականին, այսպես մինչև 50 կիլո բեռնա կամ պայթուցիկի մարտագլխիկով, նոր ֆլամինգո հորտեր, այսինքն Ուկրաինան այսօր հասել է այդ մակարդակին։ Այո, եթե տոկոսային հարաբերությամբ մենք նայում ենք մարդկային կորուստների առումով Ուկրաինային ավելի շատ է, բայց նույն ամերիկյան տվյալների համաձայն ցանկացած պատերազմական գործողության ժամանակ Ռուսաստանը 3-ից 4 անգամ ավելի շատ զոհ է տալիս, քան Ուկրաինան։ Որ նշանակում է, եթե մենք սենց շարունակենք, տոկոսային հարաբերությամբ էլ բան կլինի, Ռուսաստանը կսկսի ընկալել։ Պարզապես քանի դեռ Ռուսաստանը ունի ֆինանսներ նավթ ու գազի վաճառքից եւ անսպար մարդկային ռեսուրսներ, դեռ ինքը շարունակում է, որտեւ այդ նույն խնդիրը Պուտինը ունի։ Եթե բանակը վերադարձավ եւ վերադարձավ դժգոհ, արդյոք բանակը խելոք կգնա իր կայազորները եւ զորամասերը, թե ինչ որ մի գեներալ, իսկ մենք տեսանք, էլի, հիշում եք, չէ՞, այն ինչ էր այն խոհարարի անունը մոռացա, որ ապստամբեց բանի դեմ, Պուտինի դեմ, հետո էլ Պուտինը գլուխը կերավ, ով էր ազգաննա, մոռացա, լավ, հեսա սկսել ենք տարբեր բաներ մոռանալ արդեն։ Հա, ուզում եմ ասեմ, ռազմաճակատից վերադարձող բանակը միշտ իշխանության համար վտանգ է եղել եւ պատերազմները շարունակելու պատճառներից մեկը դա է, ասենք մենք մի շարք պատճառներ նշեցինք, էլի։ Բայց որ հետո ես կարծում եմ խոսան խաղաղության մասին, չի ստորագրվի ոչինչ, մինչեւ աշունը երևի իշխանապողություն կլինի բանում Իրանում։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիոլսողներին եւ դիտողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք։